Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը հայկական ԿՎ կուսակցության վարչության անդամ 2018-ից 2020 թվականների ռազմարտունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն է, բարի երեկո, պարոն Քերոբյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Քերոբյան, նաև հեռուստադիտողներին եմ դիմում, որովհետև քիչ անց մենք մի տեսանյութ կդիտենք, որևէ մեկը հայ կարող է արդյոք գնալ Բաքվում անել նույնը, ինչ հիմա անում են Շիրակի մարզում, Ամասիա համայնքում ադրբեջանցիները։ Դիտենք տեսանյութը, այնուհետև շարունակենք մեր զրույցը, խնդրեմ։ Եվ հաջորդ տեսանյութը Ամասիայում։ Բարեկը իր չէ, մեքենան բարեկով եկան։ Երևի։ Ոնց որ ոչ մի բան չի եղել։ Okulov kimi şey ya orada olmuşam ben uşak vakti. Şenk, orada dedi, ne şenk. Değil mi? Ha şenk diyorlar, o hündür. Yakınlaşma çekiliyor, hündür biliyorlar kimi. Ha, bir diğer hardasınız şu anlar, bir şenkteyiz. Şenk lan ne demeydi bunların bunları. Պարոն Քերոբյան, ինչ կլիներ, եթե Բաքվում հայտնվեր հայ, տեսանկարահաներ, ինչպես արել են նաև Երևանի Հանրապետության հրապարակից, ինչ կանեին ադրբեջանցիները այդ հայի հետ, որը տեսանյութեր կաներ, նախ կհայտնվեր, կնկարահաներ, հետո կտարածեր այդ տեսանյութերը։ Ես չեմ կարող դա ասել, ես կարող եմ ասել, թե ինչ կլիներ, եթե Հայաստանում լիներ նորմալ ազգային եւ ազգային շահերը պաշտպանող իշխանություն։ Այսպիսի բան հաստատ չէր լինի։ Չէր լինի բացարձակ թողտվություն օտարերկրյա քաղաքացիների, մանավանդ թշնամական պետության ազգի ներկայացուցիչների բացարձակ ազատ շրջագայություն մեր երկրում, սահմանամետ շրջանների այցելություն, նկարահանումներ տարբեր տեսակի, որոնք հետագայում օգտագործվելու են եւ արդեն օգտագործվում են քարոզչական նպատակներով։ Եվ սա տեղի ունենում իրականում մեր այսպես կոչված իշխանությունների, ուժայինների բացարձակ անգործության պայմաններում։ Գիտենք թե ինչով են զբաղված, հա, եւ գիտենք թե ինչով զբաղված չեն։ Զբաղված չեն իրենց պարտականությունների եւ լիազորությունների կատարմամբ, ուղիղ եւ սահմանադրական պարտականությունների կատարմամբ, զբաղված են օրինակ, ասենք,
կարգավորից նախկին հոգևորականների պահպանությամբ, հա, նրանց սուտ եւ կեղծ քարոզչության կամ այսպես հոգևոր ծառայության իրականացման ժամանակ մասովկայի, այսպես կիսագրական լեզվով ասացա, մասովկայի ապահովմամբ։ Եվ երեկվա օրինակ դեպքը, հա, Հաչապնյակում, որը սահմռկեցուցիչ դեպք էր բնակելի թաղամասում, ամեն տեղ լինի։ Օրը ցերեկով, հա, երեխաների խաղահրապարակից մի քանի մետր հեռավորության վրա, որտեղ լինի իհարկե ցավալի եւ սահմռկեցուցիչ դեպք է, բայց փաստ է այն, որ այս ամենը տեղի ունենում ոստիկանության կողմից իր պարտականությունից ուղիղ հրաժարման պայմաններում։ Ուղղակիորեն հրաժարվել են իրենց պարտականությունից։ Ազգային անվտանգության ծառայությունը ինչ որ բան պետք է աներ, չէ՞։ Մենք տեսանք կադրերում բարեկային ծառայության մեքենան գնում է, ասես ոչինչ չի եղել, բայց մարդիկ վախեցած են, մարդիկ սարսափած են, նրանք տեսանյութերում ասում են, որ հա մենք պետքա վերադառնանք մեր օջախները, մեր տարածքները, պարոն Քերոբյան, նաև ԱԱԾ-ն անելիք ուներ, չէ՞, հստակ անելիք ուներ այստեղ, մարդիկ վախեցած են, սարսափած են, ինչ է լինելու։ Եվ մեր զրույցից առաջ երբ որ ասացի, ուզում եմ քննարկենք սա, դուք ասացիք իսկ ինչու միայն Շիրակի մարզեն մտել, Ամասիային մտել, էլ որտեղ են մտել, նկատի ունեք մխրճված տարածքները։ Ուրեմն Ադրբեջանի կողմից մշտապես ներկայացվում է այսպես կոչված կեղծ արևմտյան Ադրբեջան խոսույթը եւ դրա շրջանակներում Բաքվի բռնապետը անընդհատ ներկայացնում է աճող թվերով ադրբեջանցիների պահանջի վերադարձի պահանջ տեղություն Հայաստան, հա, եւ տեղանուններ են կոչում իրենց մտածածին եւ ինչ որ հին ժամանակավոր անուններով եւ մեր Սևանալիչն են կոչում իրենց անուններով մտաբերելով ինչ որ կեղծ քարտեզներ, հա, կամ սարքելով արդեն այդ կեղծ քարտեզները եւ այս պայմաններում երբ որ գործ ունենք աճող ցավալապաշտական հռետորաբանության հետ Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ նկարտումների արտահայտման հետ մեր ազգային անվտանգության ծառայությունը, եթե իսկապես լիներ ազգային եւ իսկապես լիներ անվտանգության ծառայություն, ապա կիրականացներ ուժեղացված ծառայություն, բայց մենք գիտենք թե ինչ է այնտեղ կատարվում, հա, կամ ավելի շուտ չգիտենք ինչ է կատարվում։ Ասենք կեղծ բանը, KGB-ի գործակալի թղթեր են սարքում տարածում։ Սարքում տարածում են, ընդ որում այդ տարածելն էլ իրենց բերանով չեն անում, հա, ասենք CVKM-ն է տարածում եւ երբևէ չլսեցինք օրինակ ազգային անվտանգության ծառայության մամլոխոսնակից կամ ինչ որ մեկ այլ պաշտոնյայից դրա հաստատումը կամ հերքումը, թե ոնց է այնտեղ հայտնվել չգիտենք։ Ինչպես եւ չգիտենք նաեւ թե օրինակ 2020 թվականի պատերազմի ժամանակ ինչու պաշտոնից ազատվեց ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանը։ Չգիտենք թե ինչ պատճառով նույն այդ ընթացքում ազատվեց պաշտոնից ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ Չգիտենք ինչ պատճառով ազատվեց Միքայել Համբարձումյանը կամ Մարտիրոսյանը, Էդվարդը դրանից մի քիչ առաջ, հա։ Չգիտենք նաև թե ինչ պատճառով ազատվեց պաշտոնից Արմեն Աբազյանը, թե ինչ է այնտեղ կատարվում եւ ինչ արժանինքների համար նշանակվեց այսօրվա տնօրենը, չգիտենք։ Չգիտենք ինչ է կատարում, գիտենք մի բան։ Մեր աչքի առաջ մեր հայրենի հողը ոտատակ են տալիս թշնամու գործակալները կամ թշնամի պետության քաղաքացիները, իրենց քաղաքացի կոչելը դժվար է, հա, մի քիչ այն ինչ որ անում են, հստակ քարոզչական նպատակ ունեցող գործողություն է։ Եվ այս ամենը էլ եմ կրկնում տեղի ունենում մեր ուժային կառույցների բացարձակ անգործության պայմաններում։ Իրենք իրենց պարտականություն են վերաբերում են ճիշտ այնպես, ինչպես իրենց ղեկավար, վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ուղիղ անփութությամբ։ Պարոն Քերոբյան, բազմիցս Ալիևը եւ տարբեր պաշտոնյաներ Ադրբեջանից հայտարարել են, որ պետք է այսպես կոչված փախստականներ են նրանց անվանում 300,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան եւ 24 թվականի դեկտեմբերին Ալիևը իր հարցազրույցում նույնիսկ ասաց, որ այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցով պաշտոնապես Ադրբեջանը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Այդ մասին Ալիևը հստակ հայտարարել էր, նշելով, որ խոսքը 1980-ից 90-ական թվականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է։ Հստակ ասել էր հարցազրույցում։ Դրանից հետո լրատվամիջոցներից մեկը դիմել էր արտգործնախարարությանը Հայաստանի եւ նրանք խուսափել էին պատասխանել, ուղիղ չէին պատասխանել այդ հարցին, ուզում էին իմանալ լրատվամիջոցները, թե արդյոք ադրբեջանցիները դիմել են կառավարությանը եւ կառավարությունը ինչ է պատասխանել, ինչպես ասում է ասել էր Ալիևը։
Եվ ահա լրատվամիջոցներից մեկի հարցինի պատասխան արտգործնախարարությունից ասել էին, որ այդ հարցադրումներին Նիկոլ Փաշինյանն արդեն անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Armenpress-ին տված հարցազրույցում։ Եվ ինչ էր ասել Փաշինյանը, ոչ միայն Ալիևն է ադրբեջանական անվանումներով կոչում Հայաստանի տարածքները, այլ Փաշինյանը հիշում եք կառավարության Իհարկե։ Եվ այսպես Փաշինյանը ինչ էր ասել։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք արձանագրված են Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Եթե այդպես չէ ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արևմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբատլուի, Զանգիլանի շրջանները։ Հետևաբար մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է եւ Հայաստանի կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկվում է Ադրբեջանի հետ։ Նկատի ունեմ բնականon հարաբերությունների հաստատումը, որոնք կապահով են այդ թվում Ադրբեջանի արևմտյան եւ Հայաստանի արևելյան սահմանների անվտանգությունը։ Բայց այսինքն խուսափել էր պատասխանել։ Ադրբեջանը շարունակում է պահանջը դնել ոչ միայն սահմանադրությունը փոխելու, այլև ադրբեջանցիների վերադարձի, նույնիսկ տարբեր, մինչև 400,000 ադրբեջանցիների մասին են խոսում։ Վաղը 1 Հիմա միլիոն գուցե այս ծրագիրն են անում, չգիտեմ։ Ուրեմն տեսեք, ես վարչախումբը այնքան է ստել մեր ժողովրդին, հա, որ ընդհանրապես զարմանալու չի, որ խուսափողական պատասխանի տակ թաքնվում է այդ պահանջի արդեն ընդունված եւ բավարարելու պատրաստակամություն արկայության լինելը։ Իսկ մենք տեսնում ենք, անընդհատ տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից պահանջները ներկայացում են եւ միակողմանին են բավարարվում են այս վարչախմբի կողմից։ Եվ եթե սրանք մնան, հա, եւ շարունակեն կառավարել, զարմանալի չի լինի, որ այդ 300,000 կդառնա 400,000, 400,000 կդառնա 1 միլիոն, խաղաղ համակեցությունը կդառնա նաեւ նրանց ապահովությունը ապահովելու համար, անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ ոստիկանական ստորաբաժանումն այնուհետև ավելի մեծ զորամիավորումներ եւ այլն, մեկ էլ մենք կտեսնենք, որ ապրում ենք ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ իսկապես ապրում ենք Արևմտյան Ադրբեջանում, որը իմիջիայլոց գրված է արդեն, որ իրենց պետական քաղաքականությունը եւ պետությունը այնտեղ իշխանությունը միջոցների հատկացնում է Արևմտյան Ադրբեջան խոսույթը զարգացնելու վրա։ Հիմա տեսեք, այս տարի հունվարին ներկայացվեց արտաքին հետախուզական ծառայության զեկույցը Հայաստանի արտաքին ռիսկերի մասին, որտեղ ուղիղ կերպով ընդունված է եւ ընդունվում է, որ Արևմտյան Ադրբեջան խոսույթը բազմակի շատացել է օգոստոսի 8-ի հայտնի հայտարարությունների կամ պայմանագրերի նախաստորագրումից հետո եւ ակնհայտ է դառնում մեր համար առնվազն վերլուծական կարողություններ ունեցող մարդկանց համար, որ այնտեղ բացի այդ հայտարարություններից այլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ բացառված չէ, որ այդ 300,000 ադրբեջանցին կոմպակտ ապրեն օրինակ 300 բնակավայրերում։ Հեսա տեսնում եք գնում են ինչ որ կիսաբնակեցված բնակավայրեր, հայերի կողմից կիսաբնակեցված բնակավայրեր, որտեղ կան ինչ որ ավերակներ եւ իրենց փաստացի պահանջն է ներկայացնում հենց այդ բնակավայրի նկատմամբ։ Սեփականություն որպես այո։ Կգան երկու տուն մեր օջախներ կվերադառնան։ Կգան երկու տուն կգնեն բազմակի թանկ գնով եւ մնացածին կվռնդեն այնտեղից։ Ինչպես գիտենք, իրենց բազմադարյա դա սովորությունն է, հա, գալ ոտ ինչ որտեղ պնդասնել եւ խորհրդային միության ժամանակաշրջանում նույն կերպ է կատարվել եւ համարյա 2000 քառակուսի կիլոմետր տարածք, մոտավորապես 1500-ից գերազանցող տարածք, տեղական հարակվների կամ կաշառքների կամ չգիտեմ այլ միջոցների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից խլվել եւ բռնակցվել է խորհրդային Ադրբեջան կոչվող կազմավորմանը։ 1926 թվականին ՀԽՍ տարածքը եղել է 31000 քառակուսի կիլոմետրից ավել։ 88 թվականին այն կազմել է 29700, չգիտեմ քանի քառակուսի կիլոմետր, ներառել Արցախը եւ այլն, հա։ Բայց տեսեք, այսօրվա կառավարությունը, այսօր վարչախումբը արդեն ոչ միայն Ադրբեջանի կազմում գտնվող տարածքներն է կոչում իրենց տեղանուններով, իրենց լեզվով տեղանուններով, այլ մեր պատմական Նախիջևանը կոչվում է Նախջևան արդեն։ Այո, կառավարության կայքում դրված է, այո, կառավարության կայքում դրված է Նախիջևանի ադրբեջանական անվանումը, հա։ Մենք գիտենք իհարկե, որ Կարսի պայմանագրով 21 թվականի Նախիջևանի ինքնավարությունը Հայաստանի հաշվին է տվել։
Հայաստանը եղել է Նախիջևանի ինքնավարության շահառուներից մեկը, այն եղել է ոչ թե Ադրբեջանին անվերապահորեն եւ անվերադարձ տրված տարածք, այլ եղել է ինքնավար հանրապետություն, որտեղ նաեւ ապրել են հայեր, 40% բնակչության եղել են հայեր։ Գիտենք, որ արդեն 80-ական թվականի սկզբին այնտեղ ոչ մի հայ չէր ապրում եւ գիտենք թե 2000-ականների սկզբին այսօրվա Բաքվի բռնապետի այսօրվա պաշտոնը զբաղեցնող անձի ուղիղ հրամանով ինչպես էին ոչնչացվում ջուղայի հին ջուղայի գերեզմանները, խաչքարները լցվում Արաքս գետի ջրերի մեջ։ Եվ գիտենք նաեւ թե այսօր ինչ է տեղի ունենում Արցախում, ոչնչացվում է մեր մշակութային ժառանգությունը, ոչնչացվում է մեր պատմական ժառանգությունը, հա, այն ինչ դրված է մեր ինքնության հիմքերում։ Եվ ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը գործընկեր է հանդիսանում Ադրբեջանի այսօրվա իշխանություններին մեր հայերիս պատմական ժառանգությունը, պատմական եւ մեր ինքնությունը, մշակութային ժառանգությունը, ամեն ինչ կարելի է ասել։ Հա հողը հանձնել են, բայց նաեւ այդ հարցում գործընկերն են։ Որևէ պահանջ չկա այսօրվա իշխանությունների կողմից դադարեցնելու Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, պատմական ժառանգության ոչնչացումը, որևէ պահանջ չկա։ Դա հավասարազոր է, ցեղասպանությունը հավասարազոր գործողություններ են։ Եվ այսօրվա ցեղասպան Ադրբեջանի գործընկեր է հանդիսանում իրականում Հայաստանի Հանրապետություն իշխանությունը զավթած խմբակը։ Դրա համար էլ ԱԱՑ-ն լռում է, գուցե ինչ որ պայմանավորվածություն արդեն վերջնական ունեն, որ ԱԱՑ-ն լռում է, պարարկային ծառայությունը այնպես է անցնում կողքով, ասես ոչինչ չի եղել։ Բան ուրիշը լիներ ինչ կանեին, չէ, այլազգի լիներ, օրինակ ասենք նույնիսկ սլավոնական ինչ որ դեմքով մեկը լիներ։ Մի խոսքով ուզում եմ ասել, Երևան էին եկել, չէ՞ նաև։ Երևան էին եկել կենտրոնում ինչ որ թաղամասեր էին մտել։ Իրենք ներկայացնում են կոնդի թաղամասը որպես ադրբեջանական։ Այո, հիմա ունեն պետական հեռուստաընկերությամբ Ադրբեջանի Արևմտյան Ադրբեջանի քրոնիկա հաղորդաշար մշտական Հայաստանի տարածքները, ինչպես իրենց սահմանադրությամբ մեջ է նշված 60%-ից ավելին մարզերով, հա, Երևանի որոշ հատվածներով իրենք ներկայացնում են որպես ադրբեջանական։ Տեսեք, այս վերջերս Ադրբեջանը իր սահմանադրությունը փոխեց եւ վերացրեց Նախիջևանի ինքնավարությունը։ Այո։ Այսինքն Նախիջևանը դարձավ Ադրբեջանի ներքին տարածք, զուրկ որևէ ինքնավարությունից եւ համոզված եմ նույնպիսի դրամաբանությամբ է պահանջվում Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունները, որպեսզի մեր անկախության հռչակագիրը, գիտենք որ դա չեղարկելու պահանջ է ներկայացված եւ Նիկոլ Փաշինյանի կողմից այս 4-րդ հանրապետություն կամ իրական Հայաստանի սկեղծ դրույթները ներկայացնել է հանրությանը, հրամցնել է, կերցնել է, դրա այդ գործողության շարունակությունն է։ Որևէ կասկած չունեմ, որ ուղիղ գործընկեր են այդ հարցում իրար Իլհամ Ալիևն եւ Նիկոլ Փաշինյանը։ Որևէ կասկած չունեմ։ Հիմա շատերը կասեն գույները խտաստում են, փորձում են վախեցնել եւ այլն, հա, բայց տեսենք թե ինչ է տեղի ունենում այս իշխանության պայմաններում։ Հայաստանի Հանրապետության տարածքը փոքրանում է անընդհատ։ Հայկական տարածքը անընդհատ փոքրանում է։ Հայաբնակ տարածքը անընդհատ փոքրանում է։ Փոքրացել է Արցախի չափով, փոքրացել է Կոտական գյուղի վերևի տարածքի չափով, փոքրացել է ներքին եւ վերին շորժաների, Աղբերաձորի, փոքրացել է Ջերմուկի, փոքրացել է Իշխանասարի, Տեղի, ներքին հանդի տարածքներով փոքրացել է այս տարածքը, մեր տարածքը փոքրացել է։ Եվ մենք չենք կարող սրա նկատմամբ անտարբեր լինել։ Անտարբեր լինել նշանակում է հանցակից լինել այսօրվա իշխանությունների հակահայկական գործելակերպին։ Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ գիտեք ինչ կա, Ամասիա լավ թող գնան մի այնտեղ մի երկու գյուղ են թող իրենց տան, կամ Սարավանը եւ Սարալանջ գյուղը, որը Սիսյանի Զանգերից մի քիչ այս կողմ է գտնվում, հա, Վայքի տարածքում է գտնվում։ Լավ թող այնտեղ մի երկու ադրբեջանցի էլ այնտեղ ապրի։ Իսկ ինչ գիտենք, որ այնտեղ չի լինի մի սադրանք, որ այդ ճանապարհը, ասենք օրերով կարող է փակված մնալ։ Ինչ գիտենք, որ չի լինի այնպեսի մի բան, որ երբ որ Թուրքիան կամ Թուրքիայի կողմից ինչ որ զինված խմբավորում կփորձի Ամասիայի տարածքում, հա, ասենք Բերթաշենի կամ Պաղական գյուղի տարածքում փորձի դուրս գալ Արփի լճի ափ, որը ընդամենը 6 կիլոմետր է հեռու Հայաստանի սահմանից, մեր զորքերի թիկունքից չեն կրակի զինված ադրբեջանցիներ եւ չեն օգնի այդ օրինակ այդ զինված խմբավորումը Հայաստանի հյուսիս-արևմտյան ամենաանկյունում ձևավորի մի այսպես կոչված ադրբեջանական անկլավ, որից այնտեղից դուրս շպրտել իրենց շատ դժվար կլինի։ Այս ամեն ինչը համոզված են, պլանավորված է։ Ադրբեջանցիները արդեն սա պլանավորված ունեն։ Հայաստանի ամբողջ տարածքը գրավելու պլանը ունեն։ Կլինի դա 3 ամսվա ընթացքում, 3 տարվա ընթացքում, թե 30 տարվա ընթացքում։ Մենք գիտենք, որ Թուրքիան
100 տարվա պլաններ է գծում եւ իրականացնում է։ Արցախը մեզնից փոկել խլելը Թուրքիան երազել է շատ վաղուց, այն ժամանակ էլ 1920-ականներին ամեն ինչ արել են որպեսի Արցախը մեզնից կտրվի եւ ստանա Լեռնային Ղարաբաղ անունը, որպեսի մենք չունենանք մեր պատմական հայրենիքի նկատմամբ հիշողության նկատմամբ որևէ հիշողություն ասեմ, պահանջ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, հա, կտրել են, փորձել են մեզնից կտրել եւ այսօր գիտենք թե ինչ է կատարվում Արցախում, գետ մեկ հայ չկա։ Մենք ազատագրել ենք մեր դադիվանքը, մենք ազատագրել ենք Ծիծեռնավանքը եւ մնաց ամեն ինչը։ Այսօր դադիվանքի գլխին խաչի չկա, այսօր Ծիծեռնավանքը թուրքերը ասպատակում են, այսօր Գանձասարը, Ամարասը եւ Արցախում մնացած բոլոր մեր սրբավայրերը գտնվում են Թուրքի սապոգի տակ։ Հերու չէ այն ժամանակը, եթե մենք չստապվենք, եթե մենք չվերգտնենք մեր խաղաղությունը ինքներս ապահովելու մեր կարողությունը, հա, խաղաղություն տեսեք, խաղաղություն բաղանել են փորձում պղծել, բայց իրական խաղաղությունը այս սա չէ։ Իրական խաղաղությունը սեփական կամքով, սեփական ուժով պետք է պահպանվի։ Եթե մենք չվերգտնենք մեր մեջ այդ ցանկությունը, այդ կարողությունը, վաղ չէ միշտ ստիպված կլինենք բռնել գաղթի ճանապարհը արդեն այս տարածքից։ Մենք դառնանք սփյուռքահայ։ Սփյուռքահայ արդեն չենք դառնա։ Հա։ Գիտեք, ասորիները սփյուռքասորի չեն։ Հա։ Քրդերը սփյուռքաքուրդ չեն։ Հա։ Այն բոլոր ազգերը, որոնք կորցրել են պետականությունը, իրենք այլևս սփյուռք չեն։ Իրենք այլևս դատապարտված են ձուլման, իրենք այլևս դատապարտված են պատմության էջերից ջնջվելու։ Մենք չենք ուզում եւ չպետք է ջնջվենք պատմության էջերից։ Պարոն Քերոբյան, երբ որ ասում եք արդեն իսկ կորցրել ենք, նկատի ունեք նաեւ որ մխրճվել են եւ ռազմական ներկայություն կա, հա, ինչ որ կոնտինգենտ կա այդտեղ այդ հատվածներում։ Իհարկե, եւ այնտեղ կան, տեսեք, կան մեր արդեն սահմանամերձ բնակավայրեր կան, որոնք դատարկվում են։ Հա, եւ Սյունիքում, եւ Վայոց-Ձորում, եւ Գեղարքունիքում այդ բնակավայրերը դատարկվում են, որովհետեւ բնակիչները զրկված են իրենց կենսագործունեությունը ապահովելու միջոցներից, իրենց հողից, խոթարքներից, վարելահողերից, արոտավայրից եւ այլն։ Մարդիկ ստիպված լինեն դուրս գալ։ Իհարկե, հիշում եք անցյալ տարի, թե նախանցյալ տարի էր կրակել էին եւ հրկիզել էին վարելահողերը, հրկիզել էին արոտավայրերը։ Այս տարի ես անձամբ եղել եմ Աշտանը Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիսում տեսել եմ թե ինչպես էին վառում սարերը ամբողջությամբ շուրջ բոլորը, ասենք, սարերը ծխի մեջ էին։ Մարախուղի չէ, ծխի մեջ էին։ Ես ինքս 2022 թվականի Աշտանը, սեպտեմբեր ամսին եղել եմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, եղել եմ այնտեղ, մասնակցել եմ ռազմական գործողությունների, անձամբ եմ մասնակցել, հա, եւ շատ լավ գիտեմ թե ինչ արժի իմ համար իմ հայրենի հողը։ Բայց այսօրվա իշխանությունը փորձում է այդ հողը արժի զրկել։ Հիշում եք այդ խոսակցությունները, մեզ ինչին են պետք է սարերը, որտեղ տարվա կեսը ձյուն է կամ սեբջի 30%-ի համար չպետք է պայքարենք կամ սահմանագծում սահմանազատման այսպես կեղծ օրակարգի տակ կվերադարձնենք այն հողերը, որոնք որ կորցրել են, պետք է գնալ նայել տեսնել թե այդ հողերում ինչ են անում ադրբեջանցիները։ Ամրաշինական կառույցներ են կառուցում, հա, անդադար ճանապարհներ են սարքում մեր հողի մեջ, այնպիսի ճանապարհներ, որ մեր յուրաքանչյուր դիրքի դիմաց մեկ ժամում կարող են բերել կանգնեցնել միգունդ կամ մեկ բրիգադ եւ այդ դիրքը պարզ չէ որ այդ ժամանակ որևէ շանս չունի էլ։ Իսկ ինչ է անում այսօրվա պաշտպանության նախարարը, տանում այդ դիրքի ներքին իբր թե ամրացված դիրքի ներքին կառուցվածք է ցույց տալիս այնպիսի դիրքի, որը կառուցվել է բոլոր ինժեներական ուղեցույցներին հակառակ։ Իսկ ուղիղ տեսանելիություն ունի 3-4 կողմից, հա, այնպիսի վիճակում է գտնվում, որ ասենք նույնիսկ հարևան դիրքերը, մեր հարևան դիրքերը պաշտպանելու ունակ չէ, այսինքն չեն կառուցվել ճանապարհներ, որոնք են ռոկադային ճանապարհները, հա, որև առաջնագծի դիրքերը կարող են միացնել եւ դիրքերի հետևում մի քիչ թիկունքում էլ կարող են միացնել իրար, որ կարողանանք, ասենք, օգնության հասնենք այդ դիրքերին։ Այնպիսի բաներ են կատարում, այնպիսի խախտումներով է կատարում այս ամեն ինչը եւ այնպիսի ուղի ասեմ, հանցագործ մոտեցումով կատարում այս ամեն ինչը, որ այլևս կասկած չկա, որ սրանք ուղիղ գործընկեր են Ալիևին Հայաստանը հայաթափելու, Հայաստանը իրենցով անելու գործում։ Պարոն Քերոբյան, տեսակ, երբ որ դուք եւ Տիգրան Աբրամյան խոսել էիք, որ մեր նույն զինվորներին ադրբեջանցիները ստուգում են Բարսեղում, սկզբում մեր հարցմանի պատասխան չէր հերքել պաշտպանության նախարարությունը, հետո Սուրեն Պապիկյանը բան արեց, հա, մեկ հերքեց, մեկ ասեց, որ գրկա խառնվում են, չգիտեմ ինչ են անում, հա, բան հասկացաք այդ պատասխանը։ Տեսեք, ուղիղ ընդունեցին այդ իրավիճակի գոյությունը, արկայությունը, հա։ Եվ
պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնող անձը իր դասուլիսի ընթացքում փորձեց արդարացնել այս իրավիճակը, նախ փորձեց արդարանալ, որ ինքը չի մեղավորը, որ այս իրավիճակը ստեղծվել է, բայց չմոռանանք, որ այդ մարդը, հա 2021 թվականի նոյեմբերից զբաղեցնում պաշտպանության նախարարի պաշտոնը։ 4 տարուց ավել է։ 4 տարուց ավել նրա պաշտոնավարման ընթացքում ոչ միայն այդ իրավիճակն է, այլև մենք կորցրել ենք համարյա 240 կիլոմետր տարածք իր պաշտոնավարման ընթացքում։ Եվ փորձեց արդարանալ նաև, որ եթե դիրքը թողնեն, հա, ապա իրենց կմեղադրեն հող հանձնելու մեջ։ Հողերը արդեն հանձնել են։ Հա 240 կիլոմետր տարածք արդեն հանձնել են իրենք։ Շարունակում են պաշտոնավարել, ասենք դա ինչ մի վտանգի, ասենք այդ մեկ կամ երկու դիրքը, որ իրենք այսպես կարճել են եւ չեն ուզում հանել այդ տեղից մեր զորքին։ Բայց կա այստեղ ուրիշ իրավիճակ, հա, Ադրբեջանը ուղիղ պահանջ է դրել, որ այդ զորքը պետք է մնա այդտեղ, որպեսզի յուրաքանչյուր սրման պարագայում իրենք լավագույն դեպքում պատանդ մնան։ Բայց իրենք պատահական տեղ չեն եկել, չէ՞։ Իհարկե, Այդ տեղից ինչն են վերահսկում, այս է էլ կարևոր։ Տեսեք, 2020 թվականից այսկոմ Ադրբեջանը մի քանի ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ, հա, որից իհարկե ցավոտ եւ ամենակորստաբերը 2022-ի սեպտեմբերի գործողություններ, որի ընթացքում որի ժամանակ մենք կորցրեցինք 50-ից ավելի մարտական դիրք, կորցրեցինք մեր մարտական ընկերներից, եղբայրներից եւ քույրերից 200-ից ավել հոգի, հա, քաղաքացիական բնակչության շրջանում եղան վիրավորներ, հիշում ենք Սոտ գյուղներ հրետակոծվել, հա, այնտեղ 100-ից ավելի տուններ վնասվեց եւ այլն եւ այլն։ Ես ինքս անձամբ եմ եղել այդ ժամանակ եւ տեսել եմ, թե ինչպես էին օդ հանում Սոտքի զորամասը, հա, ուղիղ կերպով խփում էին, ասենք հրթիռային միջոցներով խփում էին Սոտքի զորամասին, իմ աչքի առաջ է դա տեղի ունեցել։ Եվ անձամբ եմ տեսել, թե ինչպես են դատարկում այդ բոլոր գյուղերը։ Սոտքը, Կուտականը, Կութը, Շաջրեքը, Աղբրաձորը եւ մնացած բոլոր գյուղերից, ասենք մարդիկ տեղահանման տեսարան էր, էլի, ուղղակի կարելի ասել, Վարդենից Մարտունի ճանապարհը գնացող մեքենաներից կարմրել էր այդ հեռացող լույսերից, հա։ Այնքան շատ էր, հա։ Ես չեմ փախել։ Ես կանգնել եմ այդտեղ պաշտպանել իմ հայրենի հողը եւ էլի իմ նման լիքը մարդ։ Հերոսացել են այնտեղ մարդիկ, Կուտականի վերևի դիրքում հերոսական պատերը, հերոսական կռիվ են մղել եւ զոհվել են դիրքում, զոհվել են տեղգայանեն, բազմազավակ մայր, հա, ես հուզմունքով եմ ասում այդ մասին, զոհվել են մեր մարտական քույրերից եւս 4 հոգի, տարբեր դիրքերում, բայց այսօրվա իշխանությունը ուրացել է իրենց արյունը, հասկանում եք, ուրացել է մեր զոհված եղբայրների, մեր զոհված քույրերի արյունը, մեր համաքաղաքացիների, համերկրացիների, մեր հայրենակիցների արյունն է ուրացել։ Եվ փաստորեն ասում եմ, որ գիտեք ինչ կա, հաշտ եմ ես նրա հետ, որ հայը զոհվի, Հայաստանի հողը փոքրանա, Հայաստանի տարածքը փոքրանա, մենք ինչ-որ թղթիկներ կստորագրենք եւ սրտիկներ կուղարկենք մեկ-մեկու։ Հա, ես դրա հետ հաշտ չեմ։ Հաշտ չեն լիքը մարդիկ, հաշտ չեն լիքը քաղաքական ուժեր։ Դե ես օրինակ այս կադրերը որ տեսնում էի, ես իմ ռեակցիաներն էր, այն 5000 երեխեքը ձեզ ինչ էին արել։ Այսինքն սա էիք ուզում, ձեր ուզած սա էր, ինչի են երեխեքի կյանքը մարեցիք, լույսը մարեցիք։ Ինչա, չէ, ուզում եմ հասկանամ։ Չէ, եթե սա եք ուզում, հայ ժողովրդի մի հատված եւ ես Նիկոլ Փաշինյանցից սպասում չունեմ, որտեվ լրիվ նույնն է, նույնիսկ ավելին, քան Ադրբեջանը կարող է անել։ Իսկապես իրենց խոսնակն է նստած այստեղ։ Բայց այն մասը, որը հաշտ է սրա հետ, որ ասում է, դե հա ինչ է եղել, ոնց։ Լուրջ եք ասում։ Եք մի փոքր վիճեմ 5000 երեխա չէին։ 5000-ը հայրենիքի պաշտպաններ էին։ Եվ այդտեղ կա եւ մայրական բանն է, համաձայն եմ, այո, մեր ժողովրդի զավակներն են, այդ իմաստով ենք ասում։ Չէ, ես վիճում եմ, որովհետեւ ես իմ տարեկիցներն եմ պարկած Եռաբլուրում, եւ ես ինքս լինելով առաջնագծում լիքը շանս ունեի այստեղ ձեր հետ խոսելու փոխարեն, չգիտեմ, շնագայելերի կողմից կրծած ոսկորների կույտի տեսքով լինեի Հադրութի կամ Ասկերանի ճանապարհներին, հա։ Դրա հավանականությունը ավելի մեծ էր, քան որ մենք այստեղ խոսում ենք։ Բայց ես չեմ ուզում, որպեսզի իմ երեխաները ապրեն այդպիսի Հայաստանում, որը ասպատակվում է ադրբեջանցիների կողմից։ Ես չեմ ուզում, որ իմ ընկած ընկերների արյունը վաճառվի եւ ընկած ընկերների արյունը ուրացվի ինչ որ մեկի կողմից, որ պատահաբար կամ չգիտեմ ինչ կերպով հայտնվել է Հայաստանի իշխանության ղեկին։ Ես չեմ ուզում, ես դրա հետ հաշտ չեմ։ Հաշտ չեն իմ այն ընկերները, որոնք պատրաստակամ են ցանկացած սրման դեպքում գնալ զենք վերցնել եւ գնալ կանգնել հայրենիքի պաշտպանությանը։
Հասչեն այն մարդիկ, ովքեր ունեն վերլուծական կարողություններ եւ հասկանում են, որ այս իշխանությունը ուրացել է Հայաստանը, այս իշխանությունը ուրացել է ցեղասպանությունը եւ ժխտում է ցեղասպանությունը, ուրացել եւ ժխտում է մեր պատմական հիշողությունը եւ ամեն ինչ անում է նրա համար, որպեսզի այսպես չվերլուծող ընտրազանգվածը կուշտ փորի կամ չգիտեմ վարչաբենդի համերգի ակնկալիքով գնա եւ այս մեկ անգամ իրենց քվետա երկարացնի իրենց իշխանությունը։ Մենք պետք է անդադ հիշենք Սաֆարովների մասին։ Ինչու եմ սա ասում, որովհետև երբ որ խոսում են այս թրիփի եւ խաղաղության բանի մասին, իրենց այս կեղծ խաղաղության մասին, ադրբեջանական կողմը հստակ ասում է այս թրիփը, հենց բառացի եմ ես ցիտում։ Բառացի եմ ցիտում այն ադրբեջանցիներից մեկի Ալիևի ադմինիստրացիայի ներկայացուցիչներից խոսող գլուխներից մեկի խոսքերը, ում բերել էին օրերս Հայաստան եւս։ Նա ասում է, երբ որ մենք ասում ենք պետք է հայի երես չտեսնենք, ոչ մեկ չպիտի լինի այդտեղ հսկող։ Մենք նկատի ունենք, որ Ռամիլ Սաֆարովները, որտեղ ասում է Սաֆարովը պրոբլեմ ունի, չէ՞, Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի մասին, որը հերոս է, որ ճանաչվել տարելիցն է Գուրգեն Մարգարյանի սպանության։ Այսօր հենց։ Այո, այսօր։ Ուրեմն, տեսեք, ադրբեջանցին հստակ ասում է Ռամիլ Սաֆարովները, որոնք պրոբլեմ ունեն Հայաստանում, պետք է հիմա ազատ ելումուտ անեն։ Իրենք սա են ասում։ Մենք պատրաստ ենք, հա, դրան։ Մենք դրան պատրաստ ենք, ինչ գիտենք, ասենք, սրանցից այդ որ մտել են Ռամիլ Սաֆարովներ չեն։ Հունգարիայում Գուրգեն Մարգարյանը գնացել էր դասընթացների էր մասնակցում, չէ՞, ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում։ Ես անձամբ ճանաչում Աղաբեկյան Դավիթին, որը քնած է եղել Գուրգեն Մարգարյանի կողքը, եւ որը պետք է լիներ Ռամիլ Սաֆարովի հաջորդ զոհը։ Պատահաբար կենթանի է մնացել։ Անձամբ եմ ճանաչում այդ տղային։ Հիմա դուք պատկերացրեք, ասենք, այն արցախցիներին, ում հարևանի մանկահասակ տղաներին կացնահարել էին ադրբեջանցիները 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Պատկերացրեք այդ արցախցիներին, որոնց հարևան բերելու է այս իշխանությունը, իրենց հարևանը բերելու ադրբեջանցիների։ Չգիտես ինչ ադրբեջանցիներ լինելու։ Արդյոք դրանք լինում են 20,000 հոգի համաներումով բանտերից ազատվածները, որոնց մեջ կային իհարկե նաև պատերազմական հանցագործություններ կատարածները, իբր թե կային, հա։ Հա, նրանք ինչ որ հանցագործություններ կատարել են այլ մանր խուլիգանություն կամ ասենք տնային գողություն, հա, բայց այդպիսի մարդիկ էլ կան։ Մարդ կոչել իհարկե դժվար է իրենց, հա։ Հիմա պատկերացրեք այն հայի, հա, ում վերևի հարևանի տղային, չգիտեմ, մասնատել են եւ ցույց են տվել կադրերը ադրբեջանցիները պատերազմի ժամանակ կամ դրանից հետո։ Պատկերացրեք, ասենք, Էջմիածնցի Վաղաշփացի այն տղային, ում մորը սպանել են ադրբեջանցիները ռազմական գործողությունների ժամանակ կենթանի վիճակում գերի բռնելուց հետո։ Պատկերացրեք իրենց։ Կուզենան իրենք ապրել այդ Հայաստանում, հաշտ են իրենք արդյոք ապրել այդպիսի Հայաստանում։ Իհարկե, ես համոզված եմ, որ ոչ։ Ես էլ հաշտ չեմ ապրել այդպիսի Հայաստանում։ Մի ճշտում կատարեմ, անցնենք մեր հաջորդ թեմային, նաև պարոն Քերոբյան, նախ տարեվերջին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամը վաղասուլիս էր տվել եւ ասաց, որ Հայաստանը պետք է կատարի թրիփի հետ կապված իր բոլոր պարտավորությունները, միշտ եւ նշում էր առաջնայինը, այսինքն բնականաբար Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է Ադրբեջանի պահանջով, որ հանձնարարել են այս իշխանությունները, բայց մյուսները չգիտեմ, որտեղ ասում էր բոլոր պարտավորությունները պետք է կատարի։ Դա ինչ է նշանակում եւ դրան զուգահեռ, օրինակ, այսքան հանդիպում են, հա, խաղաղությունից են խոսում։ Ինչու Նիկոլ Փաշինյանը այդքան վախենում է, որ պահանջնի, ասի, ուրեմն Հայաստանի տարածքներից ադրբեջանցի զինվորական խմբերը, զինվորները զորքը պետք է դուրս գա։ Հայաստանի տարածքներից ինքը ասում է Հայաստանը այսքան քառակուսի է։ Իր թվի շրջանակում եմ ասում։ Ախպեջան, լավ, քո ասած թվի շրջանակում ինչ գործ ունեն ադրբեջանցիները ստեղ, եթե խաղաղություն է։ Ինչու՞ չես ասում դուրս արի։ Այս երկու հարցերին խնդրեմ։ Այլ ինչ նկատի ունի պարտավորություն ասում Բայրամը։ Բոլոր այն փաստաթղթերը, որ ներկայացվել են մեր ուշադրությանը, հրամցվել են մեր ուշադրության, հա, այնտեղ կան հետաքրքիր տողեր, որ այս ստորագրված փաստաթղթերը առայժմ որևէ իրավական պարտավորություններ կողմերի վրա չեն առաջացնում։ Դրանք բան են, ուղղակի կենացնեն, դեռևս այո, մտադրություններ, եւ բոլոր այդ հայտարարությունները, հա, եւ Տրամպի կողմից հայտարարությունը եւ Վենսի կողմից հայտարարությունը եւ Ալիևի կամ Բայրամովների նմանների կողմից հայտարարությունները գալիս են ապացուցել մի բան, որ այսօրվա վարչախումբը ունի կայացրած, ունի ինչ որ այլ պարտավորությունների վրա վերցրած, որոնք առաջացնում են իրավական պարտավորություններ եւ որոնք ժողովրդից թաքուն են պահվում։ Սա դավադրապաշտություն չէ։
Հիշենք Կապան Գորիս ճանապարհը, հիշենք Շորնուղ գյուղի մոտի հատվածը, որը բանավոր, այսպես ճակերտավոր բանավոր պայմանավորվածություններով հանձնվեց Ադրբեջանին, հետո պարզվեց, որ կա նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթին նաև գրավոր այլ պարտավորություն, հա։ Հիշում եք նոյեմբերի 9-ի փաստաթղթը, որը աչքից դուրս չի ընդհանրապես այդ թուղթը, որը որ ստորագրել նաև Նիկոլ Փաշինյանը, հա, ինքը հակահայկական թուղթ է, այն ժամանակ ներկայացնում էր, որ կանխեցինք, չգիտեմ, ավելի մեծ այրոնայողություն եւ այլն, բայց չմոռանանք, որ ադրբեջանցիները խոստովանում էին, որ եթե նոյեմբերի 9-ին պատերազմը չկանգնեցներ, իրենք ավելի շատ կորուստներ կունենային։ Իրենք են խոստովանել։ Եղանակային պայմաններն էր մեր օգտին, հա, եւ մենք չէինք կորցրել դրանց կամ տարածք, որ հնարավոր չլիներ պաշտպանել կամ հա, բայց գոնե նոյեմբերի 9-ով, այո, կապիտուլյացիայի թուղթ էր, բայց ամեն դեպքում ինչ որ բաներ մենք կարող էինք փրկել դեռ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթը իհարկե այլևս չի գործում, հա, գործում են այլ եւ մեզնից թաքուն պահվող փաստաթղթեր։ Գործում են այլ պարտավորություններ, պայմանավորվածություններ։ 2024 թվականի ապրիլ-մայիս ամսին Տավուշում, Հայաստանի հյուսիսում Ադրբեջանին հանձնվեց ահագին տարածք։ Փոխարենը Հայաստանը ոչինչ չստացավ։ Ստացավ մի պատ, ամոթի պատ, որի մոտ տանում եւ նկարահանում են իրենց հանցակից դարձած կամ այնպիսի մարդկանց, որոնց ուզում են իրենց հանցակից դարձնել, որոնք կգնանք, խոսենք, ասեն, վայ, գիտեք ինչ կա, լավ դիրքեր էր կամ տանեն Ռուբեն Բաբայանների պես ինչ որ ռեժիսորների բաբուչկայով, որ հետո կգնան քարոզ կան։ Կամ կտանեն Ազնի օթականում, կտան Հնդկաստանից գնված զենքեր, մոռանալով, որ այդ ամեն ինչը արվել է, սկսվել է շատ ավելի վաղուց, հա, իրենց օրոք չի սկսվել։ Նախկինների օրոք, այո։ Ես ինքս անձամբ եմ մասնակցել այդ հայ-հնդկական առաջին ռազմատեխնիկական համագործակցության Որ թվականներ 2017 թվականին 17 թվականին, հա, այնպես որ իրենց էլի իմ առաջին հնդկական վիզան հենց այդ էլ ասում է, եթե ցանկացողները կարող եմ ցույց տալ, հա, բայց մեզ այդ ամեն ինչը բերում հրամցում է որպես կայացած խաղաղություն, հա, բայց մենք խաղաղության մասին դեռ ուրիշ պատկերացում ունենք։ Մեր իմացած խաղաղությունը սրանց իմացած խաղաղությունը չէ։ Մեր իմացած խաղաղությունը այն խաղաղությունն է, որը ապահովելու է, որը թույլ է տալու կառուցել հարատև ազգային պետություն։ Հայաստանի Հանրապետություն, որը կլինի խաղաղ, բայց կլինի ամուր, կլինի ուժեղ եւ մեր վրա հարձակվելուց առաջ, մեր վրա ագրեսիայի փորձ կատարելուց առաջ երկար կմտածեն եւ չեն հանձնվի եւ չեն հարձակվի։ Մեզ այդպիսի խաղաղություն է պետք։ Պարոն Թերոպյան, ես համաձայն եմ, որ կա բանավոր բաներ, որ պայմանավորվածություններ, ընդ որում այդ մասին հայտարարել են նաև ադրբեջանցիները։ Ես իրենց հաճախ եմ լսում, եւ որովհետեւ շատ հաճախ ես նրանցից եմ իմանում ինչ է կատարվում, եւ իրենք ճիշտ են դուրս գալիս ցավալիորեն։ Նրանք երբ որ այդ խաղաղության պայմանագիր կոչված այդ թուղթը նախնական թուղթը, որ պայմանավորվում է բանը ստորագրում էին, ադրբեջանցիները այսպեսի մի բան ասացին, մենք էլ ենք զիջումների գնացել, ասում են ինչ զիջումներ, ասում է Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որպեսզի ամբողջ պայմանավորվածությունները թղթի մեջ չներառվեն, որովհետև հասարակությունը կամ բոստանը դիմադրություն ցույց կտա, մենք ամբողջը չենք բանարարել, այնպես որ կան նաև բանավոր պայմանավորվածություններ։ Դա ասել է ադրբեջանցիներից մեկը, որ էլի բերում տանում են Հայաստան, այսպես ասեմ։ Չզարմանաք, եթե պարզվի, որ այդ պայմանավորվածությունները գրավոր են, ստորագրված են Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից։ Չզարմանաք, որ մի օր արտգործնախարարը, այսօրվա արտգործնախարարի պաշտոն զբաղեցող անձը զարմացած տեսք կընդունի, կասի, որ ես չեմ իմացել դրա մասին։ Ինչպես իրեն նախորդող մի քանի արտգործնախարար, հա։ Չզարմանաք, երբ որ մի պաշտպանության նախարար կասի, վայ, չգիտեք, ես չգիտեի ինչ է կատարում, ես ուղարկվել էի գործողվել էի Սյունիք եւ չգիտեի ինչ է կատարվում, ասենք ռազմական գործողությունների շրջանում։ Չզարմանաք, հա, որովհետեւ սա այս իշխանության, սա այս վարչախմբի ձեռագիրն է։ Պարոն Թերոպյան, տեսեք, էլի հիմա ընտրությունները, քանի որ քարոզարշավ են սկսել, էլի սկսում են, զենք չենք ունեցել, ամբողջ կեղտը լցնում են, բայց մենք ունեցել ենք նաև Իսկանդերը բավական մենք դժվարությամբ ձեռք բերեցինք, Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ էր ստեղծում ժամանակին։ Երբ որ ես տեսնում եմ, ասենք հիմա էլ տեսնում եմ նույն Իսկանդերով Ռուսաստանը Ուկրաինայում ինչ ամեն դեպքում ռազմական հաջողություններ է ձեռք բերում, գրանցում։ Ինչու դուք մանավանդ որ մասնակցել եք,
Իսկանդերի հետ պատմությունը ինչու չկարողացան գործադրել, ինչու այսպես Շուշիի վրա, հա, փաստորեն կրակեցին, թե ինչ եղավ։ Հետո ասեցին իբր թե բանա, կիսով չափ աշխատում ռուսաստանցից էլ աղմուկ բարձրացրեցին, այսինքն հեղինակազրկես այդ զենքը։ Շուշիի վրա կրակած Իսկանդերը ես աչքովս եմ տեսել, հա, որովհետև մենք այդ ժամանակ նոյեմբերին գտնվում ենք Շուշիից մի փոքր ավելի հարավ, հա, եւ աչքովս եմ տեսել։ Բայց ինչու Շուշիի վրա կրակեցին, կներեք։ Այ մեծ հարց է, մեծ հարց է։ Ինչու Շուշիի վրա, հենց դա։ Այդ հարցերի պատասխանը ես ունեմ, հա, ինչու էր ճանապարհ թողնվել, որպեսզի մեծ Թաղեր գյուղը գրավելուց հետո գային անտառային ճանապարհներով Թաղավարտի, Ավետարանոցի, Սղնախի, Քարինտակի ճանապարհով գային հասնեն Շուշիի տակ։ Ով էր տվել Շուշիից դուրս գալու հրամանը։ Ինչու են այդ ժամանակ, ասենք, պաշտոնից ազատված եւ ոնց էր պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանը հայտնվել օրինակ ասենք Շուշիում։ Ինչ էր անում ինքը այնտեղ։ Ինչ էր անում Կոկորդիլոս Գարիկ Սարգսյանը։ Ինչ էին անում։ Բայց չմոռանանք օրինակ, որ դրանից մի քանի տարի առաջ վարչապետի արդեն պաշտոնական կին է, այն ժամանակ հրավիրում էր Մերիբան Ալիևային Շուշի թեյ խմելու։ Իհարկե, չմոռանանք, որ այսօր արտգործնախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կոստանյան Վահանը նկար էր գցում 2019 թվականին, որ բերել ենք հողերը հանձնելուց առաջ Շուշին ցույց տանք։ Դա ուղղակի կերպով ցինիկ ծաղր է մեր երեսին։ Մարդիկ ամեն ինչ արել են, ասել են մեզ, մենք չենք հավատացել կամ չենք ուզել հավատալ, որ այդպիսի բան կարող է լինի։ Հա, ով կհավատար 2019 թվականի ամռանը կամ 2019-ի աշնանը, որ 1 տարի հետո Շուշին կլինի ադրբեջանցիների հսկողության տակ։ Ոչ ոք չէր հավատա, հա, եթե ասեիք, բայց այդ մարդիկ պլան ունեին մեծաթիվ կորուստների գնով եւ մեծաթիվ կորուստներով վախեցնել ազգի աչքը, որպեսզի հաջորդ պատերազմի ժամանակ ոչ ոք չուզենա գնա կռվի։ Պլան ունեին ստեղծել այնպիսի իշխանություն կամ կայացնել այնպիսի իշխանություն, որ 20 թվականին կամ 22-23 թվականին կրված տղաները այսօր իրենց հարցնեն ում համար գնամ կռվեմ, սրանց համար։ Այդ պլանը ունեն թուլացնելու պետությունը, պլան ունեն թուլացնելու եւ ոչնչացնելու պետականությունը։ Հիմա դες մի բան հիշեցնեմ, ես մոտ ժամանակներս ես անընդհատ հիշեցնելու եմ բազմաթիվ բաներ, մենք հեռուստադիտողին պետք է մեզ շատ բաներ հիշեցնենք, իդեպ խորհուրդ եմ տալիս մեր խմբագրականը նաև կարդալ այդ կապակցությամբ, որ այս ընտրություններում շատ կարևոր է հիշողություն ունեցողները ինչպես կքվեարկեն, որտեղ այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այսպես անասնական, այո, անասունից մարդը ինչով է տարբերվում հիշողության, որ ջնջեն անասունից։ Այս իշխանության օրոք մենք անընդհատ պատերազմի մեջ ենք եղել։ Այս իշխանության օրոք Հայաստանը անընդհատ փոքրացել է, հա, եւ այս իշխանությունն է, որ այսօր իր, ասենք, էկոնոմիկան նախահայ բերանով սպառնում է պատերազմով, եթե իրենք չվերընտրվեն։ Ես պնդում եմ հակառակը, որ եթե իրենք մնան, մենք ավելի ենք փոքրանալու, որ եթե իրենք մնան, պատերազմը ընդունելու լրիվ այլ տարբեր ձևեր, որին մենք չենք կարողանալ դիմագրավել։ Պարոն Քերոբյան, ով հրահրեց պատերազմը։ Ով հրահրեց Փաշինյանը, ով հրահրեց, ասեց բանակցությունները 0-ից եմ սկսում, ով դեն նետեց այդ ամեն ինչը, ով հասցրեց նրան, որ Մինսկի խումբ փակվեց։ Ես հիշեցնեմ, ով էր 2019 թվականի սեպտեմբերին զեկուցում ժողովրդին, որ երրորդյա զորավարժություններ են արել, որի ընթացքում 220,000 պայստազորային են կարողացել զորակոչել։ Այդ գիտեք ինչ թիվ է։ Այն հեռախոսահամարների քանակն է, որին ուղղակի զանգը գնացել է։ Հա։ Դուք կարծում եք 220,000 պայստազորային են կարողացել զորակոչել, ինչի 1 տարի հետո այդ ամեն ինչ չկարողացան անել։ Այդքան մարդ գնաց Հայաստանից կոവിഡ്ի տարիներ։ Հա, իհարկե ոչ։ Եվ իհարկե դա բացարձակ սուտ էր։ Ես ինքը շատ լավ գիտեմ, քանի որ այդ ժամանակ աշխատում էի պաշտպանության համակարգում։ Եվ վիճաբանություն եմ ունեցել մարդկանց հետ։ Այս ինչ սուտ եք խոսում ժողովրդին։ Ես ուզում եմ մի բան էլ հիշեցնեմ, հարգելի հետևորդներ են, որ ասում եմ, ձեզ թվում է դուք եք արել այս հեղափոխություն կոչված գունավոր հեղափոխությունը, դուք չեք արել, այլ արել է Թուրքիան, արևմտյան որոշ երկրներ, Ռուսաստանն էլ դեմ չի եղել արդեն, եւ այսպես Ալիևի խոստովանությունը, Ադրբեջանի նախագահ Ալիևը 21 թվականին խոստովանում է, բայց մի քանի անգամ է դա արել, որ մասնակցություն է ունեցել 2018 թվականին Հայաստանի իշխանափոխության մեջ։ Դրա մասին նա նաև հարցազրույցներում է խոսել։ Նա այսպես է ասում, բառացի մեջ բերում եմ Ալիևի խոսքը. Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը Հայաստանում քաղաքական ասպարեզից հեռացնելու գործում կա մեր դերը։
Ես չեմ ուզում խոսել այդ մասին եւ ուռճացնել մեր դերը, միայն կարող եմ ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի հետ կապված, արդարացնում է իրեն։ Լրատվամիջոցներից, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ Ալիևը Հայաստանի նախկին իշխանություններին անվանել էր արյունախեղողների խմբավորում, մեջբերեմ նրա խոսքը, ասում է հայկական պետականությունն արդեն փլուզվել է, Ալիևը, հա, տեսեք, 21 թվականին մարտ։ Միևնույն ժամանակ արդարությունը վերականգնվեց, արյունախեղողների խմբավորումը թողեց իշխանությունը։ Իմ ասածը այսօր արդեն կրկնում է հայ ժողովուրդը։ Ես ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեցի, որ սա կոռումպացված խմբավորման ռեժիմն է։ Հիմա սա կրկնում է հայ ժողովուրդը։ Հայաստանի տնտեսական ներուժը զրոյական է, նրանց հերոսները գողեր են, գեներալները գողեր։ Ահա թե այսպես են եկել իշխանության, այսպես են եղել։ Որևէ երկրում չկա գլոբուսը դնենք, կոռուպցիա ամենտեղ կա, բայց տեսեք մասնակցության մասին Ալիևն է ասում։ Հիմա Ալիևը, Հական Ֆիդանները, Թուրքիայի արտգործնախարար, Կայա Կալասները ամեն ինչ անում են, որ Փաշինյանը վերարտադրվի։ Սա պետք է հիշեցնել։ Իր բերանով մարդը ասում է, ինչ մասնակցություն է ունեցել։ Ասում է, տես, ես ասում եմ, ես բառերով հիմա գեներալներին գողեր անվանել, հա, արյունախեղողներ, զրոյական պետականություն չկա, ասում է արդեն, փլուզվել է պետականություն, ուրախացած է Ալիևը։ Դե հիշեցնենք, որ մինչև այս վերջերս, հա, վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ասում էր, որ ինքը 2018-ին դարձել է Ֆորպոստի վարչապետ, 2020-ի փաստաթուղթները, նոյեմբերի 9-ի փաստաթուղթները ստորագրել որպես առավել քան Ֆորպոստի վարչապետ, եւ հիմա միայն հիմա է, որ ինքը առաջարկում է, ինքն է առաջարկում, հա, վերանել այդ Ֆորպոստի կարգավիճակից եւ կառուցել իբր ինքնիշխան պետություն։ Ուրեմն ինքնիշխանությունը ինչքան հնարավոր է զիջել են։ Որոշումներ կայացնելու ինքնիշխանությունն են զիջել։ Հա, շատ տարատեսակ փորձագետներ, ճակերտավոր եւ առանց ճակերտների, հա, փորձում են հիմնավորել այսպես խաղաղության ճանապարհները, հա, Տրամպի անունը գրող եւ այլն, հա, բայց մոռանում են, որ այդ որոշումները Հայաստանում չեն կայացվել։ Եվ այդ որոշումներին Հայաստանը մասնակցություն չի ունեցել։ Ուղղակի կանչել են ասել են, ես մենք պայմանավորենք դու ել քո ստորագրությունը դիրես թղթի տակ։ Այլապես ինչպես կարող է օրինակ բացատրվել Հայաստանի ամբողջապես Հայաստանի տարածքում անցնող ճանապարհին Հայաստանի մասնակցության 26%-ը, որը այլ կերպ չկա։ Դա այն թուլափայրն է, փողոցային լեզվով ասած, որ գցել են մեր բերանը, մեր բերանը փակելու համար։ Բայց խոստովանեց, որ այդ թուղթին իրանք ծանոթացել են, իրենց այդ թուղթը տվել են Թրիփի, որտեվ ասում են, որ նայեցինք այդ դիսկոմֆորտեր իրանց մոտ, որ տեսան, ասենք 26%-ն է Հայաստանին Թրիփի բաժնեմասը։ Ու այդ դիսկոմֆորտի ոչի բան չեն ասել։ Հմեկին տված հարցազրույցը, որ նայեք, հիմա ուղղակի ինձ մոտ չի, որ տեսնեք, ինքը ասում է, դրանից ակնհայտ է դառնում, որ ճիշտ էին ասում բոլորը, որ իրենց Հայաստանի իշխանություններին թղթի կազմանը մասնակից չեն դարձնում։ Տալիս են, ասում են վերջին պահին երևի բան արեք։ Տեսեք, փորձում են ինչ-որ տեսական, տնտեսական օգուտներով, հա, հիմնավորել, որ դա անհրաժեշտ է եւ այլն, հա։ Ուրեմն կա տնտեսագետների հաշվարկ, շատերը դրել հաշվարկել են, ասենք մոտավորապես ինչքան եկամուտ կարող է ունենալ Հայաստանը դրանից, ես ասեմ ձեզ ինչքան եկամուտ կարող է ունենալ։ Օրինակ այնքան եկամուտ, ինչքան եթե այս կառավարությունը իր վրա վերցրած բյուջետային ծախսերը, կապիտալ ծախսերի մասով օրինակ համար աներ, մենակ հարկերը այդ ընթացքում, այդ ծախսերը անելու ընթացքում, այնքան կգոյանային, որ այս տրիպի ամբողջ օգուտները բան կաներ, կհավասարակշռեր։ Այդ չի անում, գնացել է ինչ որ տրիպ է ստորագրում։ Բայց Թրիփում է թղթում նույնիսկ ԱՄՆ շահը շատ հստակ ֆիքսված է, ԱՄՆ արևմուտքի շահերը հստակ, մեր դեպքում ինչ դասընթացներ, ինչ ենթակառուցվածքների ինչ արհեստական բանականություն, ինչ front office, back office։ Չէ, բայց իհարկե այստեղ կա լիքը բան վիճելու, հա, ձեր հետ չէ։ Իհարկե այստեղ կա լիքը բան քննադատելու, բայց կա նաև վստահություն։ Իմ մոտ օրինակ կա վստահություն, որ Թրիփի մասին մենք ամեն ինչ չգիտենք եւ չենք կարող ամբողջությամբ դատել, դատողություններ անել, չիմանալով թե մեզ հրամցված փաստաթղթերից բացի ել ինչ պարտավորություն է վերցրել իր վրա Նիկոլ Փաշինյանի վարչախումբը։ Մենք դրա մասին չգիտենք, բայց կարող ենք կողմնակի դատողություններ անել, թե ինչ վստահությամբ է օրինակ Ադրբեջանը իր տարածքում մինչև Զանգելան պետք է ասենք, քանի դեռ հետ չենք վերադարձել, հա, մինչև սահման կառուցել ճանապարհները եւ երկաթգիծը։ Ինչ վստահությամբ է այդ ամեն ինչ անում։ Ինչ վստահությամբ են խոսում այն մասին, որ չեն տեսնելու հայ մաքսավորի կամ սահմանապահի երես եւ
որ անխոչեդոնտ անցնելու են Ադրբեջանից մինչև Նախիջևան։ Ինչ վստահությամբ է խոսում Թուրքիան Զանգեզուրի միջանցքի մասին։ Ինչ ահռելի ներդրումներ են կատարում, որպեսզի կարողանան թյուրքական աշխարհը միավորել։ Բայց նաև խոսում են դրա մասին արդեն որպես կայացած փաստ, որ իրենք կարողացել են հասնել թյուրքական աշխարհի միավորմանը, մնացել են ձևականություններ։ Պարոն Երոպյան, ուզում եմ խոսենք Վենսի այցի ընթացքում այդ ԱԹՍ-ներից, հետախուզական ԱԹՍ-ներ, կարծես յուրաքանչյուրը 11 միլիոն, հա, դոլարով։ Չէ, ընդհանուրն է, Ընդհանուրն է 11 միլիոն է, պայմանագիր ընդհանուր 11 միլիոն է ներկայացվել, բայց տեսեք, հասկանանք ինչ է, նախ Թրամփը դրանից առաջ գրառում կատարեց Վենսի այցի հետ կապված, ասաց, որ ռազմական համագործակցություն է Ադրբեջանի հետ վարելու, հիշեցնենք, որ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է 907-րդ բանաձևը կասեցնելու ուղղությամբ, իսկ դա բավական լուրջ հնարավորություններ է բացում Ադրբեջանի համար Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության։ Ադրբեջանը ի տարբերություն Հայաստանի այսպես ասենք, հա, ոչ իրավական ուժ ունեցող թղթերի, որոնք էйֆորիայով ներկայացնում են, Ադրբեջանը խարծիա ստորագրեց ավելի բարձր համագործակցության, ռազմական համագործակցության մասին Միացյալ Նահանգների հետ։ Եվ այդ ԱԹՍ-ները, հա, որ այսպես ներկայացվեցին, ես նույնիսկ մի հարցազրույցում Սու-30-ներն էի ներկայացրել, Փաշինյանը, որ գնում է Տոնոյան Դավիթենք, բան Սուրեն Պապիկյանն էր տարածքային կառավարման ղեկավար, գնում են, այսպես թռչկոտում են շուրջը, լուսանկարվում են, ֆոտոները տարածում։ տեսել, երբ առաջի զույգը եկավ Հայաստան, հա, բայց հետո պարզվեց բան, մետաղական ջարդոն է եւ կիսատ պրատ են բերել, չհասկանալով ինչի համար են բերել, հիմա մեծ process-ներ են։ Ինձ մոտ, երբ որ այդ կառավարության շենքում էր երևի այդ ներկայացրել էին մոդելը ու շուրջը Վենսն ու Փաշինյանը լուրջ դեմքով պատտվում էին, լուսանկարիչը աշխատում էր, ինձ դա հիշեցրեց։ Հիմա եկեք հասկանանք, ես այս հարցը տվել եմ, ձեզ ավելի ճիշտ է տալ, ոնց որ ավելի ճիշտ հասցեատերեք։ Մեզ հետախուզական ԱԹՍ-ներ ինչի համար է պետք։ Մեզ կարծես թե ես ինչքան լսում եմ, հոպ է պետք, մեզ վերջը աշխարհում շատ զենք կա, բայց մեզ ինչ է պետք, դա ինչ էր մեզ տվեցին կոնֆետի թուղթ էլի։ Ուրեմն սա բերվել ներկայացվում է որպես Հայաստանի եւ Ամերիկայի միջև զարգացող ռազմական համագործակցության օրինակ, բայց ասեմ, որ օրինակ անցյալ տարի եւ նախանցյալ տարի Միացյալ Նահանգների զորախումբերը գալիս Հայաստան, Eagle Partner զորավարժությունների հետները բերում էին այնքան տեխնիկա, որ ափսոս չէր նույնիսկ գոնե մի անգամ կարելի էր խնդրել թողնեին այդքան տեխնիկան, հա, հաստատ ծավալով եւ նշանակությամբ եւ իր օգուտով ավելեր, քան այս ԱԹՍ-ները, որոնք չունեն որևէ լուրջ առավելություն մեր տեղական ընկերությունների կողմից արտադրողների նկատմամբ։ Տեսեք, անցյալ շաբաթ նաև բերվեց ինֆորմացիոն դաշտ բերվեց ադրբեջանցիների կողմից, կարծեմ նաև բերվեց այսպես սկանդալային մի վիճակ, հա, որ իբր հայկական դավարանքերությունը իսրայելական հարոպների նման ԱԹՍ-ներ է սարքում, ընկերությունը շտապեց հերքել, որ եւ ես վստահ եմ, քանի որ գիտեմ, ասենք, այդ ընկերությունը եւ գիտեմ այդ ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրերը, գիտեմ, որ դրանք հարոպի ոչ կրկնօրինակ են, ոչ էլ նմանատիպ բնութագրեր ունեն, բայց վստահաբար կարող եմ ասել, ինչ վերաբերում է հետախուզական կարողություններին, մեր տեղական ընկերությունները առնվազն շատ մոտ են մեր կարիքները բավարարելուն։ Ամբողջությամբ բավարարելուն։ Մնում է սարքեն այնքան, պատվերը տրվի այնքան, որ կռվի ժամանակ հերիք է, հա, որտեղ գիտեն կռվի ժամանակ ցանկացած տեխնիկա սպառվում է։ Հիմա բերվել ներկայացվում է որպես ռազմական աննախադեպ ռազմական համագործակցության օրինակ, բայց Միացյալ Նահանգները առաջի անգամ չէ, որպես տրամադրում են ռազմական տեխնիկա։ Հա, ԱԹՍ-ներ չեն տրամադրել, բայց ռազմական ռադիոկապ տրամադրել են։ Բայց նաև գիտենք, որ այդ ամեն ինչը տրվում է նաև սահմանափակումներով։ Այս ընկերությունը, այս ԱԹՍ-ները արտադրող ընկերությունը արդեն 2 տարի է չափչփում է մեր դռները։ Այսինքն սա նոր չէ այս համագործակցությունը, նոր չէ այս հարաբերությունը։ Հա, եւ վստահ եմ, կողմնակի տեղեկություններ ունեմ, որ այս ԱԹՍ-ները տրամադրվել են որոշակի սահմանափակումներով։ Օրինակ այն կրիտիկական տեխնոլոգիաները, որոնք որ ներկայացվում են որպես առավելություն, հա, կարող է մեզ հասու չլինեն։ Օրինակ ասենք GPS-ի խլացման, կատարյալ խլացման պայմաններում թռչելու կարողությունը
կամ գեր ծածկագրված ռադիոկապը, որ թույլ է տալիս, ասենք 100 կիլոմետրից փոխանցել 100 կիլոմետր հեռավորություն, փոխանցել տեսանյութը կամ պատկերները, հա։ Համոզված եմ, որ որոշակի սահմանափակում, չգիտեմ, բայց համոզված եմ, որ սահմանափակումներ կլինեն։ Հա, եւ դատելով իհարկե թե ինչ գնով էին անցյալ տարի վաճառել Ռումինիայի Նավատորմին այս ԱԹՍ-ները, հա, յուրաքանչյուր համակարգը բաղկացած 4 ԱԹՍ-ից վաճառել են 15 միլիոն դոլարով, կարելի է եզրակացություն անել, որ այս 11 միլիոնը խոսք գնում է ընդհանրապես մեկ համակարգի մասին 3-4 ԱԹՍ-ից բաղկացած։ Կարող է ուրիշ բան լինի, կարող է մեզ որպես ընտրակաշարք 3-4-ից փոխարեն 30-40 հատ տան, հա, եւ բերեն ներկայացնեն որպես Միացյալ Նահանգների կողմից այս վարչակարգի լիակատար աջակցություն բոլոր հարցերում, հա, այդ թվում նաեւ վերընտրվելու հարցում։ Եվ արդեն ներկայացնում, որտեղ Վենեսի խոսքի մեջ ընտրություններ բառը մի քանի անգամ հնչեց։ Եվ հնչեց նաեւ, որ դիտարկում են որպես երկարատև կայուն գործընկեր, հա։ Իհարկե երկարատև կայուն գործընկեր կարող են լինել հայաթափման հարցում, հայկական պետականության ոչնչացման հարցում, հայկական շահերի ոտնահարման հարցում, հա, կարող են երկարատև եւ կայուն գործընկեր լինել։ Արդեն 8 տարի ոտնահարում են հայկական շահը։ Արդեն 8 տարի է զբաղված են հայկական պետությունը թուլացնելով, արդեն 8 տարի է զբաղված են հայաբնակ տարածքը փոքրացնելով եւ 2020 թվականից անշեղորեն փոքրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքը։ Երբեմն թաքցնում են այդ փաստերը, չմոռանանք։ Ներքին հանրում մենք 10 քառակուսի կիլոմետր կորցրել ենք, հետո բացահայտվեց այդ կորցված տարածքը, էլի արդարանում էին, ինչպես հունվար ամսին Սուրեն Պապիկյանը արդարանում էր, ինչ որ բաներով, հա, արդարացումներ է բերում, բայց մենք գիտենք, որ սուտ էին խոսում։ Գիտենք, չէ՞ որ սուտ էին խոսում։ Գիտենք, չէ՞ որ ֆորմալ կերպով մեր տիրամադրության տիրապետության տակ գտնվող տարածքում բեռնատարով սնունդ դիրքերին սնունդ հասցնող զինվորները գերեվարվում էին։ Մենք դեռ ունենք գերեվարված զինվորականներ, զինծառայողներ, որոնց ճակատագրի մասին ոչ մի բան հայտնի չէ։ Իրենք գերեվարվել են այսպես պսևդո խաղաղ պայմաններում։ Մենք չգիտենք ինչ է իրենց տեղի ունեցել, բայց գիտենք թե ինչ է տեղի ունեցել օրինակ ադրբեջանցի մարդասպաների հետ, որ սրանից 2 տարի առաջ անցել են Հայաստանի տարածքը, սպանել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին, հա, եւ չգիտես ինչ հրաշքով հետ վերադարձվեցին Ադրբեջանին։ Վերջերս էլ չստացան էլի ունեին, չէ՞, դիվերսանտներ կային։ Եվ սա գալիս է ապացուցելու մի բան, հա։ Ահաբեկիչի հանձնեցին Թուրքիային։ Վարչախումբը, այո, ահաբեկիչների, այս վարչախումբը երբևէ հետամուտ չի լինելու հայկական շահի պաշտպանությանը։ Երբևէ հետամուտ չլինելու Հայաստանի Հանրապետության։ Մեր քաղաքացիները հիմա Ալիևի խոստովանությունը տեսան, հասկացան, որ 18-ին իրենք չեն արել այդ հեղափոխությունը։ Դա կապ չի ունեցել իրենց հետ։ Դա հայի հետ, հայկական շահի հետ կապ չի ունեցել։ Սա արել է Ալիևն է խոստովանում է, Թուրքիայից խոստովանել են, երբ որ մեր պաշտպանության բանակի ներկայացուցիչներ հայտարարություն էին անում, միանգամից Էրդողաններն ու Չավուշօղլուները ինչ էին անում, ռևանշիստ էին անվանում։ Մեր որևէ մեկը եթե հայկական շահը բարձրացնում է, Ադրբեջանն ու Թուրքիան վայնասուն են կապում։ 26-ի այս ընտրություններին քաղաքացին պետք է գնա ինքը ընտրի, հերիք է կատարեն, այսինքն այս թուրքական բանի պահանջները։ Սա պետք է հստակ բացատրվի, պարոն Քերոբյան։ Ինչու եմ ասում։ Մարդիկ մտածում են իրենք են արել այդ հեղափոխությունը, մարդը բառացի ասում է ինչպես են իրենք օգնել։ Շատերին եմ ճանաչում, որ 2018-ի փողոց էին դուրս եկել եւ անկեղծորեն կարծում էին, որ իրենք մասնակցում են իշխանափոխությանը։ Ես դրա համար եմ ասում։ Իրենք բերեցին իշխանափոխությունը։ Շատերին եմ ճանաչում, որ 2021-ին քվեարկել է այս իշխանության օգտին եւ այսօր էլ հիասթափված է։ Բացեք սրանց նախընտրական խոստումները, եթե մարդը տառա ճանաչ է կարողանում է կարդալ, կարող է վստահաբար համոզվել, թե ինչքան սուտ են մեզ խոսել, ոնց են տեղում վերականգնելով կամ վերարտադրվելով իշխանության գլխին կարողացել են անել լրիվ հակառակը այն ինչին խոստացել են եւ այսօր էլ փորձում են նորից քվե ստանալ, խոստանով էլի ինչ որ բան, խաղաղություն, որը խաղաղության մասին չէ։ Խաղաղության մասին արդեն ասացինք։
լրիվ ուրիշ պատկերացում մենք ունենք, հա։ Մեր զրույցում դուք նաև խոսել եք այդ 7.5 կիլոմետր խորությամբ ամրաշինական աշխատանքների մասին, որ արվում է սահմանից դեպի ներս, եւ մտավախություն եք հայտնել, որ դա նոր հողեր հանձնելու համար է արվում։ Օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը ռոլիկ էր սարքել, նախընտրական ռոլիկ էր ամրաշինական աշխատանքների մասին։ Ես անմիջապես հիշեցի ձեր այդ, հա, ներկայացրած փաստերը, վտանգը դրա, ռիսկերը դրա։ Տեսեք, այն գովազդային հոլովակը, որ Պաշտպանության նախարարը բերել ներկայացնում էր հանրության դատին, հա, դա իր մեջ իհարկե քրեական հանցագործության տարեր է պարունակում, որովհետև այդպիսի տեղեկություններ, որ ցուցադրվում են այդ ընթացքում, հա, իրականում այդ տեղեկությունները գաղտնիացված են Պաշտպանության նախարարի ընդլայնված գերատեսչական ցանկով, որը պարտադիր պետք է լինի պետական գաղտնիքի մասին օրենքով, հա։ Այդ ցանկը հաստատ կարելի է բացել եւ կարդալ եւ կտեսնենք, որ ինչ-որ բաներ հաստատ այնտեղ կան, որոնք որ գաղտնիք են պարունակում, բայց գաղտնազերծվում անթույլատրելի էր ցույց տալը։ Իհարկե, ես կարծում եմ, որ անթույլատրելի էր, մանավանդ օրինակ, ասենք զինապահեստ է ցույց տրվում, հա, որից կարելի է դատել, այդ պատկերից կարելի է դատել, թե օրինակ այդ մեկ շրջանում մոտավորապես ինչքանի զինվոր կա։ Օրինակ, հա, այդ ես չեմ ասում, այդ իրենք են ցույց տալիս։ Հիմա վերադառնանք նրան, թե այդ ռազմակալված հողերի հետ ինչ ակնկալիքներ կան։ Ուրեմն ես անձամբ վստահ եմ, որ կա կուլիսային պայմանավորվածություն, որ այդ հողերը, որոնք որ 20 թվականից այսքոմ Հայաստանի Հանրապետությունից խլվել են եւ այսօր ադրբեջանցիները այնտեղ ամրացել են, այդ հողերը ինչ որ մի օր կտեսնենք ինչ որ պայմանագրի մեջ, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ որ կանգնած են եւ սահմանը անցնում է այնտեղով։ Քարտեզների մասին տեսեք ոչ մի խոսակցություն չկա, թե որ թվականը եւ ինչ քարտեզներով են դրանք բանելու, թե այդ քարտեզների տակ արդյոք դրվելու են Խորհրդային Միության, Գերագույն խորհրդի նախագահության որոշումները, տարածքների կամ վարչական սահմանների վարչական սահմանների փոփոխության։ Արդյոք այդպիսի բաներ արվելու են, թե ոչ։ Վստահաբար չեն արվելու։ Կատարվել են ուղղակի, եթե սրանք մնան իշխանության, կատարվել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները միակողմանիորեն։ Երբևէ լսել եք, որ որևէ պահանջ ներկայացվի Ադրբեջանին, օրինակ գերիների վերադարձի, օրինակ մշակութային ժառանգության պահպանության, օրինակ տարածքից դուրս գալու կամ տարածքում չամրանալու, կամ այդ տարածքում, ասենք թեթև հրաձգային զենքից բացի ուրիշ ոչ մի բան չունենալու, հա, կամ ամրաշինական կառույցներ կամ բնության ավերադարձ կորուստներ պատճառող գործողություններ չիրականացնելու։ Չեն ներկայացվում այդպիսի պահանջներ, չէ՞։ Ոչ մի պահանջ։ Ոչ մի պահանջ չի ներկայացվում։ Ոչ մի։ Ներկայացվում է ուղղակի խնդրանքներ։ Հայաստանի Հանրապետության բնակչությանը կամ քաղաքացիներին գրգռող հայտարարություններ կամ դրույթներ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում չներառելու։ Ճիշտ է։ Այդ բանը Արադ Միրզոյանը որ բաներ հոխորտում էր ազգային ժողովում է, ողորմելի էր անվանում եւ այլն, հա, պատկերը եկավ այդ 18-ի այդ օրերի դրա բաները, էլ ապարիկով, քանի որ հերոստացույց էր սառնաներ, չէ, վերցնում, քանի որ Արադ Միրզոյանը էլ արդեն դրա կարիքը չունի ապարիկով վերցնելու, հոխորտում էր Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում, երբ որ ադրբեջանցիները դարձյալ Զանգեզուրի միջանցքեր ասում, հիշում եք ինչ բանով, քծնանքով, համարյա խնդրելով, էլի մի ասեք, էլի Զանգեզուրի միջանցք, մի ասեք, որտեղ մեր ընտրած զանգված է, մեզից երես կթեքի։ Երես կթեքի, էլի խնդրում եմ մի ասեք, ստեղ բան են, գալիս են բան են կտրում, Թիկնազորով բանով քայլելիս ակլոր են կտրում, այնտեղ բանը 10 տակ ծալվում է։ Պարոն Քերոբյան, մի հարցել էլի անպայման ձեզ տամ, տեսեք, Վենսի Հայաստան եւ Ադրբեջան այցից առաջ եւ հետո տեղեկություններ տարածվեցին նաեւ միջազգային մամուլում, որ Միացյալ Նահանգների 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան եւ Ադրբեջան նրա այցից առաջ։ Նույնիսկ Armenia Sputnik-ը հաշվել էր դրանց թիվը եւ գրել. գործնականում բոլոր չվերթերն իրականացվել են Boeing C-17A Globemaster 3 մինչև 77.5 տոննա ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռով, բացի այդ Երևան եւ Բաքու են թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, այնտեղ տալիս է ինչ ինքնաթիռի մասին է խոսքը, վերջիններս եւս 2 չվերթ են կատարել դեպի Վրաստան։ Նաև նշվում է, որ այդ Հայաստան է ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, եւս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։
Հիմա ես այդպես փնտրեցի, նույնիսկ ասենք այդքան ինքնաթիռների դեպքում, նաև եթե մարդկային ռեսուրս տեղավորվի, 2000-ից ավելի մարդ կարող է տեղավորվել, բայց սա շատ հետաքրքիր էր այն առումով, որ հետագայում ես տեսա միջազգային լրջագույն փորձագետներ եւ հետախուզության մասնագետներ էին անդրադարձել դրան, օրինակ բրիտանացի նախկին դիվանագետ եւ վերլուծաբան հայտնի կենտրոնի ղեկավար Ալաստեր Կրուկը եւ իսրայելական նաթիվ հատուկ ծառայության նախկին ղեկավար ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին էին անդրադարձել, ասելով, որ Միացյալ Նահանգները տեղակայվել է Ադրբեջանում եւ Հայաստանում, այնտեղ են ժամանել հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Անկեղծ ասած, այս լուրը ինձ համար բավական վտանգավոր էր, ուզում էի հասկանալ ու իրենք երկուսն էլ նշում էին նաեւ Վենսի այցի հետ կապված, ուզում եմ հասկանամ այդ ինքնաթիռները ինչ ինքնաթիռներ էին, ինչ ստորաբաժանումներ են, հաշվի առնելով Իրան, Միացյալ Նահանգները, Իսրայելը սառճակատումը, ինչ է սա։ Տեսեք, քանի դեռ փաստ չունեմ ձեռքից չեմ կարող վստահաբար պնդել թե դա ինչի համար է, բայց կարող եմ ասել մի բան. J.D. Vance-ը այսօր դիտարկվում է որպես Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ։ Այո։ Հա, հաջորդ նախագահին կամ այսօրվա փոխնախագահին ուղեկցող լիքը բեռը գնում գալիս։ Անընդհատ, ասենք, նույն մեքենաները, հա, որոնք որ ուղեկցող մեքենաները, պարզ է, որ ասենք շարասյունը իրենք տանում բերում են, այո, տանում բերում են եւ այսօր, ասենք, Տրամպի մեգալոմանիան հաշվի առնելով, ասենք, գիտենք, թե ինչ շուկով է փորձում Տրամպը եւ նաեւ այդ շուկը նաեւ իրեն յուրացրել է այդ շքամոլություն նաեւ J.D. Vance-ը, հա, մեծ շուկով տեղաշարժվելու կամ ինչ որ բաներ տանել բերելու հետը, չեմ կարող ասել թե ինչքան մարդ է եկել դրանցով կամ ինչքան տեխնիկա են բերել դրանով, հա, ինչ որ բան բերել են։ Տեսանք, այդ ասացները բերել են հաստատ սովորական բեռնարկղերի մեջ չէին դրել բերել, էլի։ Եվ էլի ինչ որ բաներ նաև բերել են, ասենք, օրինակ կարող է պատահի, ասենք, դեսպանատան տեխնիկական լրահամալրման կամ հագեցման համար։ Գիտենք նաև, որ ասենք մեր դեսպանատանակից Միացյալ Նահանգների դեսպանատանակից կա նաև մի փոքր զորանոց, որտեղ տեղակայված է ծովային հետևակի մի փոքր զորախումբ։ Ֆորմալ կերպով դեսպանատան ապահովությունը ապահովելու, անվտանգությունը ապահովելու համար։ Առնվազն դրա մասին շատ ժամանակ առաջ խոսում էին։ Հիշում ենք, որ ժամանակին Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում կարծեմ մեծությամբ երկրորդն էր աշխարհում մեծությամբ երկրորդ։ Դա կառուցեցին թուրքական շինարարական ընկերություններ։ Կարևոր չի ով էր կառուցել այն ժամանակ։ Կարևոր էր այդ ժամանակի։ Կարևոր է նաև, որ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում իր ոտը պնդացրել է, հա։ Հիմա թե ինչ է կատարում Իրանի շուրջ շատ լավ տեսնում ենք, հա։ Բացառիկ բարձրագույն կետի է հասել Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Իրանի շուրջ։ Հա, ծովում այսա շուտով երկրորդ ավիակիր խմբավորումը կհայտնվի։ Հա, Ջերալդ Ֆորդը դուրս է եկել Կարիբյան ծովից արդեն մի քանի օր առաջ եւ այսա շուտով կհայտնվի։ Շատ վաղուց այստեղ գտնվում է Աբրահամ Լինկոլն ավիակիրը իր հարվածային խմբով, իսկ այդ հարվածային խումբը պետք է հասկանալ, հա, որ մենակ ավիակիրը եւ իր վրա գտնվող օդանավերը չեն, ինքնաթիռները չեն, ուղեկցող լիքը նավեր կան, հրթիռակիրներ կան, Սուզանավ է անպայման իրեն ուղեկցում եւ այլն, լիքը ԱԹՍ-ներ, շատ մեծ ուժ, հա, եւ Միացյալ Նահանգների բազաներում, Սաուդյան Արաբիայում, Կատարում եւ մնացած բոլոր տեղերում լիքը ռազմական ուժ է կուտակված։ Առնվազն ճնշումը Իրանի վրա մեծացել է, հա, եւ դժվար թե հնարավորությունը չօգտագործեն ինչ որ բանել բերել Իրան-Հայաստան սահմանը այսպես վերահսկողության տակ դնելու համար։ Հա, իհարկե փոքր տարածք է, ընդամենը 40 կիլոմետր, ընդամենը մեկ կամուրջ, հա, գիտենք Ագարակ Աքսատանը գից ընդամենը մեկ կամուրջ կա Արաքսգետի վրա, որը Հայաստանը կապում է Իրանին, բայց դա էլ է իրենց համար ինչ որ մի բան։ Բայց իրենք նշում էին, հենց դրա համար եմ առանձնացրել, իրենք նշում էին, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ժամանել նաև
Ինձ Չեմ համար տեսել այդ մարդկանց, սա էր, չեմ տեսել այդ մարդկանց, դրանք կարող է ենթադրություններ են, կարող է կողմնակի Ինչու՞ սա տեղեկություններ են։ անհանգստացնող համարում, որովհետև Ադրբեջանը, ինչպես Թեհրանից տարբեր պաշտոնյաները եւ մասնագետներ են ասում, 12-օրյա Իրան-Իսրայել պատերազմին տարածք է տրամադրել եւ մասնակցություն է ունեցել Ադրբեջանը, նույնիսկ Թեհրանից շատ կոշտ հայտարարություններ եղան Ադրբեջանի հասցեին, որ եթե եւս մեկ անգամ ինքը օգտագործվի Իրանի դեմ, իրենք քայլեր կձեռնարկեն։ Սա ինձ համար մտահոգիչ է, որ հանկարծ Հայաստանը չներքաշվի սրա մեջ։ Ինձ մտահոգողը սա է, առավել եւս այսօր առավոտից ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները գրում են Իրանի դեմ Միացյալ Նահանգների արդեն հնարավոր հարձակման մասին, որտեղ նշում են, որ բանակցությունները կարծես թե որևէ արդյունք չեն տալիս եւ այս ֆոնին Միացյալ Նահանգները ավելի շատ սպառազինություն է ուղարկում մերձավոր Արևելք, իսկ Իրանը ռազմածովային զորավարժություններ է անցկացնում։ Դրա համար իմ մտահոգությունը սա է, որպեսզի Հայաստանը չներքաշվի որևէ ձևով այս ամեն ինչի մեջ։ Մենք հասկանում ենք, չէ՞, ինչ վտանգ ունի։ Իհարկե, տեսեք, այս վարչախումբը ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանի տարածքը դառնա աշխարհական շահերի բախման տարածք, հա։ Հիմա Միացյալ Նահանգներին բերել կարգելով այսպես Սյունիքով անցնող ճանապարհի գլխին, հա, խաղից դուրս է հանել Հնդկաստանին, Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին, հա, եւ խաղի մեջ է թողել միայն Թուրքիային եւ Ադրբեջանին, կարելի ասել։ Նույնիսկ Եվրամիությունն է խաղից դուրս եկել։ Այսինքն այդ ճանապարհը, հա, լիքը շահառու ունի, թվարկեցի։ Վրաստանն էլ է այդ ճանապարհի շահառու, հա, մոտապես կարելի ասել, որովհետեւ Իրանից Հայաստանի տարածքով գնացող Վրաստան գնացող ճանապարհային հոսքը, ասենք այդ առնվազն ինչ որ խափանումներ կամ սահմանափակումներ կարող է ունենա դրիպի նախագծով, ինչքան էլ որ մարդիկ խոսեն էստակադա կամ թունելներ եւ այլն, հա, առնվազն ինչ որ սահմանափակումներ կլինեն, ինչ որ բաներ, ինչ որ վթար կլինի այդ ճանապարհի վրա, որը օրինակ ասենք ինչ որ ժամանակով կսահմանափակի շարժումը տակից անցնող ճանապարհով կամ վրայից անցնող ճանապարհով, ինչ որ բան կլինի։ Հիմա տեսեք, այս բոլոր շահառուներին թողել են խաղից դուրս, եւ հետեւաբար Հայաստանի տարածքը դառել է շահերի բախման տարածք, կետ, հա։ Սա ակնհայտ ապազգային քայլ է, սա ակնհայտ հակապետական է, հա։ Այստեղ պետք է լիներ ոչ թե շահերի բախման, այլ շահերի համադրման կետ, հա, տարածք։ Այդ շահերի համադրումով մենք կարող է ուժեղանանք, շահերի բախումով մենք ոչ միայն թուլանում ենք, հա, շահերի բախումով մենք կանգնում ենք մեր տարածքի հերթական հատվածը կորցնելու սպառնալիքի տակ։ Շնորհակալ եմ, պարոն Քերոբյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Հայկական Քվե կուսակցության վարչության անդամ, Ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Կհանդիպենք, հաջողություն ձեզ։